ԱՄՆ կոնգրեսական Լորա Ֆրիդմենը հայտարարել է, որ արդեն 1000 օր է ինչ հայ ռազմագերիներն ու քաղաքացիական անձինք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում, ենթարկվելով բռնությունների եւ սպառնալիքների։ Կոնգրեսականը կոչ է արել միջազգային հանրությանը չմոռանալ ոչ միայն գերիների, այլև հայրենիքից բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների մասին։ Ես անձամբ եղել եմ Արցախում, տեսել եմ այնտեղի հին եկեղեցիները, վանքերն ու մշակութային հուշարձանները։ Ցավալի է տեսնել, որ այդ մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները, իսկ հայկական մշակութային ժառանգությունը վնասվում եւ ոչնչացվում է։ Մենք չենք կարող խոսել իրական խաղաղության մասին, քանի դեռ հայ ռազմագերիներն ու քաղաքացիական անձինք շարունակում են ապօրինաբար պահվել Ադրբեջանում, քանի դեռ չեն հարգվում Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավունքները եւ քանի դեռ պատասխանատվության չեն ենթարկվել այս գործողությունների հեղինակները։ Ես շարունակում եմ աշխատել, որպեսզի արցախահայերը կարողանան անվտանգ վերադառնալ իրենց հայրենիք, որպեսզի Ադրբեջանի նկատմամբ կիրառվեն ավելի խիստ պատժամիջոցներ եւ որպեսզի միջազգային հանրությունն ավելի տեղեկացված լինի տեղի ունեցածի մասին։ Բաքվում կայացել է հայ գերիների գործով հերթական դատական նիստը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը հայտարարել է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ Նույն դիրքորոշումն են հայտնել նաեւ գերեվարված Էրիկ Ղազարյանի, Լևոն Բալայանի եւ Գուրգեն Ստեփանյանի փաստաբանները։ Գարիկ Մարտիրոսյանը եւս չի ընդունել իր մեղքը, սակայն ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ նրա պաշտպանական կողմը պահանջել է մեղմացնել առաջադրված մեղադրանքը։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 30-ին։ Ադրբեջանական ապագործակալության փոխանցմամբ վաղը Վաշինգտոնում ԱՄՆ կոնգրեսի շենքում կանցկացվի միջազգային համաժողով նվիրված Հայաստանի կողմից իրականացված ադրբեջանցիների էթնիկ զտմանը թեմային։ Լրատվամիջոցի տեղեկացմամբ Կապիտոլիումում նախատեսված միջոցառման կազմակերպիչը 23 թվականի Ադրբեջանի կողմից ստեղծված Բաքվի նախաձեռնող խումբն է։ Ադրբեջանի կողմից ֆինանսավորող այս կառույցը սկզբում հանդես էր գալիս ֆրանսիական գաղութատիրության դեմ պայքարի դիրքերից, իսկ հետագայում իր թիրախում էր հայտնվել նաև Հնդկաստանը։ Վերջին ամիսներին սակայն խումբը իր հիմնական ուշադրությունը կենտրոնացրել է խորհրդային Հայաստանում բնակված ադրբեջանցիների էթնիկ զտման թեմայի վրա։ Ապայի հաղորդմամբ համաժողովի մասնակիցները քննարկելու են Հայաստանից արտաքսված 100 հազարավոր ադրբեջանցիների հիմնարար իրավունքների հարցը, շեշտադրելով նրանց պատմական հողեր անվտանգ, կամավոր եւ արժանապատիվ վերադարձի իրավունքը եւ այդ թեման միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում պահելու անհրաժեշտությունը։ Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ ադրբեջանցիների վերադարձի հարցը չպետք է դառնա ներքաղաքական վեճի թեմա, քանի որ այն վերաբերում է Հայաստանի ազգային անվտանգությանը։ Նրա խոսքով Ադրբեջանը պետական մակարդակով առաջ է տանում Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը, ինչը ըստ Օսկանյանի կարող է հանգեցնել երկրի ժողովրդագրական իրավիճակի փոփոխության։ Ադրբեջանցիների վերադարձի հարցը եկեք իշխանություն ընդդիմություն քննարկման վիճակահանության առարկա դարձնելուց հրաժարվեք, դարձրեք Հայաստան-Ադրբեջան վիճակահանության առարկա, արձագանքեք ադրբեջանցիների խոսույթներին, գործողություններին, Միացյալ Նահանգներում, եվրոպական այլ երկրներում նրանց գործունեությանը, սա լուրջ վտանգ է։ Լուրջ վտանգ է, ասելով, որ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է, դա այդպես չէ։ Նույնը ասում էիք Արցախի վերաբերյալ։ Վերջում մենք Արցախը կոչեցինք, ես համոզված եմ, որ վերջում մենք նաև Հայաստանի ամբողջ դեմոգրաֆիկ իրավիճակն ենք փոխելու։ Սա միանգամից չի լինելու, բայց իր սկիզբը հիմա է դրվում։ Եթե մենք սրա դիմացը չարանք, հենց այսօր, հետո շատ դժվար է լինելու։ Իշխանությունները գնալու են թրիֆի իրականացման, իշխանությունները դեռ այսպես կոչված անկլավներ են դալու եւ այդ թափանցումը հենց այդ կետերից է սկսելու։ Ադրբեջանցիների Հայաստան բնակեցման հարցը դա Ադրբեջանի պետական ծրագիր է։ Արդյոք սա մենք չենք տեսնում, արդյոք սա ակնհայտ չի։ Սա ընդդիմություն, իշխանություն հարց չի, սա Հայաստանի ազգային անվտանգության հարց է։ Եթե սրա առաջը մենք չառնենք հիմի մոտ ապակային, չգիտեմ, թեգուզի է 10 միակ, բայց դա պատմության գրվածքով ժամանակահատված չի, դա ակնթարթ է։ Մենք տեսնելու ենք, որ Հայաստան պետությունը ինքը արդեն հայկական տարածք չի։ Մենք կարող է մեր մեծամասնությունը մեր հայրենիքում կորցնենք։ Սա լուրջ վտանգ է, սա
հանեք ընդդիմություն, իշխանություն այդ ոլորտից եւ սա դարձրեք ձեր արտաքին քաղաքականության ուղղություններից մեկը։ Թուրքիան բարձր է գնահատում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթացող բանակցային գործընթացն ու խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացը Բաքվում անցկացվող իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների խորհրդարանական միության 20-րդ համաժողովում հայտարարել է Թուրքիայի խորհրդանի նախագահ Նուման Քուրթուլմուշը։ Նրա խոսքով Անկարան ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն կհասնեն վերջնական խաղաղության համաձայնագրի, կհաստատվի ամուր եւ անկեղծ խաղաղություն, իսկ Հարավային Կովկասը կդառնա խաղաղության, կայունության եւ համագործակցության տարածաշրջան։ Հայաստանի տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդատյանն ու Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն Բրյուսելում քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման եւ տրանսպորտային կապերի վերականգնման հարցերը։ Հայկական կողմի փոխանցման անդրադարձ է եղել երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցության, նաեւ Անի կամրջի վերականգնման աշխատանքներին։ Թուրք նախարարը հայտնել է, որ կողմերը քննարկել են նախկինում գործող ճանապարհային եւ երկաթուղային կապերի վերագործարկման հնարավորությունները եւ իրականացվող նախապատրաստական աշխատանքները։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 1-ին կայցելի Բաքու, իսկ հուլիսի 2-ից 3-ը Երևան։ Ավելի վաղ Պոլիտիկոն գրել էր, որ պատվիրակության կազմում կլինեն նաև Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ ԵՄ պաշտոնյան պարբերականին ասել էր, որ այցը Հայաստանի նկատմամբ աջակցության ուժեղ ազդանշան է, հաշվի առնելով Ռուսաստանի կողմից գործադրվող ճնշումները։ Նախորդին Եվրամիությունը Հայաստանին 34 միլիոն եվրո էր հատկացրել ռուսական սահմանափակումներից տուժած մասնավոր հատվածին աջակցելու համար։ Հայաստանի հապկում հետագա անդամակցության հարցը կքննարկվի կազմակերպության բարձրագույն ղեկավարության մակարդակով։ Սանկտ Պետերբուրգում հայտարարել է ՀԱՊԿ մշտական խորհրդի գործող նախագահ Վիկտոր Վասիլևը, չհստակեցնելով քննարկման ժամկետները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ասել էր, որ իրեն չի մտահոգում ՀԱՊԿ-ից Հայաստանին հեռացնելու հնարավորությունը եւ որ Երևանը չի պատրաստվում փոխել անդամավճարները չվճարելու որոշումը։ Հայաստանը 22 թվականին ադրբեջանական արձակումից հետո բոյկոտում է ՀԱՊԿ-ի աշխատանքը, իսկ 24-ի փետրվարին պաշտոնապես սառեցրել է իր անդամակցությունը եւ դադարեցրել անդամավճարների վճարումը։ Կրեմլում հայտարարում են, որ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի համար։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան ակնկալում է Երևանը կշարունակի մասնակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին եւ կպահպանի ռազմավարական համագործակցությունը Ռուսաստանի հետ։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է հետագա զարգացման ուղու ընտրության մասին եւ դա մեզ համար շատ կարեւոր է։ Ռուսաստանն ու Հայաստանը դարեր շարունակ եղել են հարևան եւ եղբայրական երկրներ։ Մեզ միավորում են մարդկային, տնտեսական եւ ինտեգրացիոն բազմաթիվ կապեր։ Ռուսաստանում ապրում են բազմաթիվ հայեր, Հայաստանում ռուսներ, իսկ Եվրասիական տնտեսական միությունը մեր համոզմամբ ամեն տարի զգալի ներդրում է ունենում Հայաստանի տնտեսության աճի հարցում։ Ռուսաստանը Հայաստանի խոշոր ներդրողներից է եւ մենք շահագրգռված ենք համագործակցության շարունակմամբ։ Կարծում ենք, որ մեր ինտեգրացիոն գործընթացն իր բոլոր որակական հատկանիշներով գերազանցում է այլընտրանքային տարբերակներին եւ հույս ունենք, որ նույն եզրակացության կհանգեն ինչպես հայ ժողովուրդը, այնպես էլ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը։ Իրանի խորհրդանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որը Բաքվում մասնակցում է իսլամական համագործակցության կազմակերպության խորհրդարանական համաժողովին, պնդել է, թե վերջին պատերազմը պարզապես ռազմական բախում չէր, այլ կազմակերպված փորձ փոխելու տարածաշրջանային ռազմավարական հավասարակշռությունը։ Իսլամաբադի համաձայնությունը ճնշման եւ հարկադրանքի արդյունք չէր, այլ քաջարի իրանական ազգի դիմադրության եւ հեղինակության արդյունք։ Ահա թե ինչու Իսլամաբադի համաձայնության հուշագիրը դարձավ Ամերիկայի պարտության հռչակագիր։ Մերձավոր Արևելքում անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները։ Մեզ համար Լիբանանում հրադադարը նույնքան կարևոր է եղել եւ մնում է, որքան Իրանում հրադադարը, եւ Լիբանանում պատերազմի ավարտը նույնքան կարևոր է եղել, որքան Իրանում պատերազմի ավարտը։ Իրանը պատրաստ է իսլամական երկրների, մասնավորապես Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության համաձայնագրերի կնքման, կայուն տնտեսական համագործակցության միջոցով։ ԱՄՆ Սենատը հաստատել է ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը, որը կոչ է անում դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունները, հայտնում է Reuters-ը։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 50 դեմ 48 սենատոր։ Գործակալության փոխանցմամբ քվեարկությունը վկայում է հանրապետական կուսակցության ներսում աճող մտահոգության մասին Իրանի դեմ պատերազմում Միացյալ Նահանգների ներգրավվածության վերաբերյալ։ Բանաձևը նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է անում դուրս բերել ամերիկյան ուժերը Իրանի դեմ ընթացող ռազմական գործողություններից, սակայն այն խորհրդանշական բնույթ ունի եւ պարտադիր իրավական ուժ չունի։